Կիրակի օրը նախատեսված կարգալույց քահանայի կողմից հրավիրված պատարագը ինչ է արդյոք։ Ընդունելի է այն հանրության կողմից։ Պատահական անցորդներին եմ հարցնում։ Եթե պատարագը պետք է անի կարգալույց եղած քահանան, ուրեմն դրան պատարագ չի կարելի կոչել։ Վարչապետն էլ ասել է, որ պետք է գնա մասնակցի։ Ինչպես ասում եմ, գործ ունենք կրոնական կառույցի հետ, որը ունի ծիսակարգերը, համաձայն այդ ծիսակարգերի դա ապօրինի ֆեյք պատարագ է։ Ինչքան հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը այսպես բան չունի, որովե ճիշտ բառն եմ ուզում գտնեմ, բարոյական արգելանք չունի, հետեւաբար նրա համար խնդիր չի մասնակցել այդ ֆեյք պատարագին։ Սա ինչ գործողություն է։ Մեկ քահանայի կարգալույց եղած քահանայի պաշտպանություն, թե համընդհանուր կառույցի նկատմամբ ոտնձգություն։ Կարծում եմ, սա պետք է դիտարկել հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ծավալված պայքարի տրամաբանության մեջ, որի հետևում կանգնած են շատ ավելի գլոբալ ուժեր, նպատակը հայությանը լրջագույն հարվածներ հասցնելն է։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը այդ հարցում կամակատար է։ Պատարագ է հրավիրել եւ վարչապետն էլ ասել է, որ պետք է գնամ մասնակցել։ Գիտեք ոչ։ Վարչապետը թող գնա իր նմանի հետ պատարագ կատարի, որովհետև չի կարա այն մարդը, որ պետական կարևոր հիմքերը, որը կրթություն, գիտություն, մշակույթ, կրոն բանակ, սաղ ավաղի վերջացնի իր թե սկիզբը թե ավարտը տա ու դրանից հետո մի հատ է գնա պատարագի։ Զարմանալի չի, պետականության կարևոր հիմքերը խալխլված են։ Չի կարող նախարարների հիմա սա ամբողը կարելի ասել, որը հավաքված են, իրանք իրենց տեղում չեն։ Իրանք չեն կարա լինեն նախարար, իրանք չեն կարա լինեն լավ կառավարող ու դրա հետևանքով պետությունը չի կարա ունենա լավ ղեկավար ու ունենա ճիշտ հիմքեր։ Դուր եւ շահանակի այդ հիմքերը։ Դա ամենամեծ խնդիրն է հայ ժողովրդի, որը ունեցել է, իսկ պատմության մեջ ավելի վատորեր է եկեղեցին տեսել։ Տարբեր այլ բաներ, եկեղեցին ավելի վատորեր է տեսել, կարծում եմ այս արհավիրքը 26 թվականին կվերջանա, Փաշինյանը չի լինի։ Կան նաև մարդիկ, ովքեր կարգալույցությունը չեն ընդունում, սակայն օծումը նույն կաթողիկոսի կողմից օրինական համարում են։ Նույն կաթողիկոսն է նրան օծել եւ բոլոր քահանաներին այս երիտասարդ խավի։ Բայց օծված է։ Այսինքն օծումը ընդունում եք։ Օծումը ընդունված է։ Իսկ կարգալույցությունը չեք ընդունում։ Երբ անդրամփանական է, ընդունելի չէ, ժողովուրդն է, որ պետք է որոշե կընդունի այս կարգալույցումը, թե ոչ։ Գրքեր վաճառողն ասաց, որ եկեղեցու պատմության, հայոց պատմության գրքեր շատ են հարցնում։ Այդ գրականությունը պահանջված է, գնում են։ Զրուցում ենք այս գրավաճառի հետ նաև մեր օրերի պատմության մասին։ Լրագրող մնալը նույնպես երբեմն հեշտ չէ, հասարակ հարցը բերում է զրույցի, զրույցը անգամ վեճի է հանգում, այդպես եւս պատահում է, պատահեց նաև ինձ հետ։ Կարգալույց քահանան, օրինակ կուսակալություն, Տեր Արամը։ Տեր Արամը ձեր համար ով է։ Ճանաչում եք իրան։ Քահանա։ Չէ, ճանաչում եք։ Ես գիտեմ, որ եկեղեցին կարգալույց է արել։ Եկեղեցին գլուխը պատին է տվել, ոնց է կարգալույց անում։ Մեկը իրաց կարգալույց անի։ Բայց եկեղեցու պատմությունը կարդալու իմաստը ո՞րն է այդ դեպքում։ Եկեղեցու պատմությունը ինչ կապ ունի, ասենք, ընդեղի այսօրվա հոգևորականների հետ, ընդհանրապես ինչ կապ ունի։ Հոգևորական կարգը պետքա չէ պահել։ Կարգը պետքա պահի մարդ, որը դրա իրավունքը ունի։ Դե ով է օծել։ Տեր Արամին ով է օծել։ Ես չգիտեմ ով է օծել իրան։ Կաթողիկոսը։ Նույն կաթողիկոսը ուրեմն ինքը այն կաթողիկոսը չէ, որ ասենք իր օտատը կամ չօտատը։ Այսինքն մենք եկեղեցի չունենք, դուք պատրաստ եք մի անձի համար 1724։ Մեր եկեղեցին հոգևորականի հետ ընդհանրապես կապ չունի։ Եկեղեցին մնում է եկեղեցի։ Ոնց կապ։ Ես ու դու ենք եկեղեցին։ Չէ, որ ասենք ընդեի հայ առաքելական եկեղեցի։ Հա, հայ առաքելական եկեղեցի։ Եկեղեցի ժողովուրդն է, ոչ թե ասենք ընդեղի ասենք մի հատ տեր կամ չգիտեմ ով։ Գիտեք, այդ գրքերը որ վաճառում եք, դուք էլ մեկ-մեկ կարդացեք։ Հայ եկեղեցու պատմությունը կարդացեք։ Դուք կարդացել եք։ Ձեզ պետք է գա։
ես կարդացել եմ։ Ես գիտեմ, որ մենք ունենք 1724 տարեկան եկեղեցական կարգ։ Եվ որ տանում ենք երեխային մկրտության, այդ կարգով է մկրտվում։ Մենք չենք կարող։ Դուք հիմա ժողովուրդն եք, բերեմ իմ երեխան կարակ մկրտեք։ Ավելի լավ է ասենք մեկը Չէ, մկրտելու եք երեխային։ Այն հոգեվորականը, որը իրականացնելու եք։ Ես ձեզ ուրիշ բան եմ հարցնում։ Եկեղեցու պատմությունից ենք խոսում։ Դուք կարգ իրականացնելու եք։ Այսօրվա հետ հոգեվորական դասը Ես զգուշացնում եմ, ես կատակ չեմ անում եւ այն ինչ որ այսքան ժամանակ եղել է, էլի կատակ չի եղել եւ իրենք տեսնում են, որ ես կատակ չեմ անում եւ շարունակության համար ասեմ, որ զգուշ լինեն։ Սպառնալիքներ հնչեցնելով, սպառնալիքներ չեն։ Սա ոչ քաղաքական, ոչ եկեղեցական ու կրոնական, ոչ էլ հանրային իրադարձություն է։ Սա քաղաքակրթական այլանդակություն է։ Պատահական անցորդների մեջ ինձ հանդիպած քաղաքական վերլուծաբան Վահե Հովանիսյանն է բնորոշում։ Ավելի ճիշտ ձևակերպումը քաղաքակրթական այլանդակություն, որովհետև պատարակ ձևակերպումը տեղյարկը չի կիրառելի չէ։ Սա մի իշխանություն է, որ 7 տարի է թույլ է տալիս դինամիկ տրամաբանության մեջ, սկզբում քիչ, հետո շատ, հետո ավելի այլանդակ բաներ անել, բաներ, որոնք չի արվում ընդհանրապես։ Սա մենք իրոք ազգային եւ քաղաքակրթական ճգնաժամի առաջ ենք կանգնած, ուրիշ այլ դրսևորումներ լինելու են եւ ամեն հնարավոր եւ անհավանական այլանդակություն ես տեսնում եմ։ Սրա, գիտեք, սրա լուծումը վախից դեպի պայքար տրանսֆորմացիան է։ Հասարակությունները մի պահի, բոլոր հասարակությունները մի պահի հոգնում են այս այլանդակություններից եւ պետք չի այդ մի այլանդակությունը նայել, հա, համակարգի մեջ է պետք նայել։ Հիմա այս եկեղեցական, հակաեկեղեցական արշավը դա ասում քաղաքակրթական այլանդակություն է։ Հասարակությունը մարդու նման ապրելու ձգտում ունի։ Այս գործողությունները բերելու են անխուսափելիորեն մի իրավիճակի, երբ մարդիկ կանգնելու են ու ասելու են հերիք է, կարծում եմ նա։ Որքան եք մենք մոտ այդ իրադարձությանը կարծիքով։ Չեմ կարող ասել, տարբեր ժողովուրդների մոտ համբերության այդ ինդեքսը տարբեր է։ Մեկի մոտ արագ է, մեկի մոտ ուշ է, բայց այն որ մեր մոտ լինելու է, սովորաբար զուտ քաղաքագիտական ձև դա լինում է էլեկտորալ պրոցեսների ժամանակ, ընտրությունների ժամանակ։ Շուտ է սկսվել այս անգամ, չէ՞, նկատում եք։ Որտեղ այլանդակություններն էլ է շատ դրանից են։ Իրականում մենք ապրում ենք աննորմալ պայմաններում, հա, մենք մեզ խաբում ենք, թե նորմալ միջավայր է, նորմալ կյանք է, սուտ է։ Մենք նվազագույնը 5 տարի աննորմալության մեջ ենք ապրում։ Միևնույն է, 180% ուզում է հանդարտ փոփոխություններ այս վիճակից դուրս գալու։ Բարեփոխումներ նաև եկեղեցում։ Բնականաբար։ Բնականաբար, բայց դա այստեղ պետք է չշփոթել, եկեղեցու ներքին խնդիրներ, եկեղեցու կոմունիկացիոն խնդիրներ, հոտի հետ, հասարակության հետ, բնականաբար կա եկեղեցու բարեփոխումների խնդիր, բայց սա եկեղեցու բարեփոխման միտված process չէ, սա եկեղեցուն քանդելուն process է, որը սովորաբար ավարտվում է եկեղեցու հաղթանակով, դա չկա ուղղակի աննորմալություն է հակառակը կարծել, բայց իհարկե եկեղեցին պետք է գնա որոշակի ռեֆորմներ տա, երկրորդ կարծիք չկա ուներ։ Ամենադժվարը մարդ մնալն է, փոքր ու մեծ հարցերի իրար չխառնելը, արդարն ու անարդարը տեղերով չփոխելը, դժվարը այսօր դա է, բայց հենց դա է կարևորը։ Ստեղ շատ կարևոր է մի նախադասություն անհատական մակարդակով մնալ մարդ, որտեղ իսկապես շատ դժվար է ռեպրեսիվ մեքենան ջարդում, ասում է դու դառի չմարդ։ Սա ժամանակավոր փուլ է, երբ որ դու շատ մարդիկ մնան մարդ, հետո կգա հավաքական հանրային միտք, որ կասի հերիք է։ Իսկ հիմա մենք ապրում ենք այդ ընթացիկ այլանդակության փուլը։ Եվ ուրեմն մնանք մարդ։ Շաքե Ավոյան, հրապարակ։